Մարտի 29-ի հանրահավաքից հետո արցախցիները վրան տեղադրեցին Ազատության հրապարակում, իսկ ապրիլի 4-ին հայտարարեցին, որ հաջորդ մեծ հանրահավաքի օրն ու վայրը ապրիլի 15-ին կազդահարեն։ Մինչև այդ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը լայն համախմբման համար քննարկումները շարունակում է հասարակական քաղաքական կազմակերպությունների, գործիչների եւ հայրենիքի ճակատագրով մտահոգ անհատների հետ։ Չի դադարել նաեւ վրան շտաբի երկխոսությունը կառավարության հետ, ինչու մեծ հանրահավաքի օրը չհայտարարվեց ապրիլի 15-ին։ Այդ օրը կայացավ իշխանության հետ քննարկում, նորից էլի հրավիրեցին քննարկման, այն մտքերը, որ փոխանակվեցին իշխանության կողմից, մեր կողմից այդ հարցերի շուրջ, դա եղավ այն առիթը, որ հանրությանը ներկայացնենք նորից այդ քննարկման հարցերը։ Ապրիլի 15-ի հանդիպման ժամանակ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել 2 ամսով մինչև հունիսի 1-ը 40,000 բնակվարձի աջակցություն տրամադրել բոլոր այն տեղահանված անձանց, որոնք մինչև ապրիլի 1-ը եղել են բնակվարձի աջակցության ծրագրի շահառու։ Արցախցիներին առաջարկվել է նաև ձևավորել փորձագիտական խմբեր, բնակվարձի աջակցության, բնակարանային եւ զբաղվածության ծրագրերը բովանդակային ու մանրամասն քննարկելու համար։ Կառավարությունն ակնկալում է խորհրդից այդ ընթացքում հանել Ազատության հրապարակում տեղադրված շտաբ վրանը եւ աշխատանքը տեղափոխել մասնագիտական դաշտ։ Հանրահավաքը լինելու է այդ միանշանակ, վրանը մնալու է, վրանը ոչ մի տեղից չի փոխվելու տեղը, միջև մենք բոլոր հարցերի պատասխանները հիմնավորած չունենանք։ Փորձելով սոցիալական հարցով մեզ խոսքի փոխեն մեր օրակարգը, դա չի ստացվելու, չի լինելու։ Մարդկանց հետաքրքրում է ամենակարևոր հարցերի պատասխանել, դա հետ վերադարձի հետ կախված է, Արցախի հիմնախնդրի հետ կախված է, Մինսկի խմբի լուծարման չթողնելու, որ դա իրականանա, դրա հետ կախված է։ Գործադիրը հրաժարվում է քննարկել Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի մարտի 29-ին հրապարակած պահանջագրի մնացած 11 կետերը։ Այս փուլում պատրաստակամություն է հայտնել քննարկել միայն սոցիալական հարցերը։ Արցախցիներն իրենց իրավունքների վերաբերյալ բազմաթիվ հարցեր ունեն Փաշինյանին, որը Ղարաբաղյան շարժումը շարունակելը կործանարար է համարում։ Արցախի հարցը փակ է։ Դուք եք ասում։ Հիմա Արցախայությունը ասում է դուրս եկեք, հիմնավորած պատասխան տվեք։ Ալիևը ինչ առաջարկ ասում է, միանգամից անդրադառնում են, միանգամից արձագանքում են։ 20 օր մենք ստե կայնած ժողովուրդը ազգը իր հարցերը բանանում, առաջակ հաշում, 20 օրվա մեջ մենակ մանիպուլյացիաներ եք տեսնում, ատելության քարոզությունն են մեծացնում, տարանջատումն են շատացնում, փորձում շատացնել։ Հիմա դու ո՞ր երկրի ղեկավարն ես, կամ էլ ո՞ր ազգի շահերն ես պահում։ Եթե արցախցիների պահանջները բերվեն օրակարգ, Ալիևը կհրաժարվի բանակցել ու պատերազմ կլինի։ Սա վերջին օրերին իշխանության առաջ քաշած թեզն է, որի հետ արցախցիները համաձայն չեն։ Հիմա Սյունիքի հետ կախված, եթե հարց լինի, էլի այդ նույն տրամաբանությունով են մոտենալու իշխանությունը, ներկա իշխանությունը, ասելու մի բան արեք, որ խոսքի բանակցությունները գնա։ Արևմտյան Ադրբեջանի թեզա առաջ տանում բանը, Ադրբեջանը, ղեկավարը էլի նույն ձևաչափով եք մոտիկանալու։ Արցախայցունից ինչ կապ ունի ընդհանրապես։ Սա ղեկավարի դիրք որոշումն է։ Եթե ինքը իր դիրքում ուժեղ է, ինքը կարողանում է ձևաչափի իր մտքերը, իր ուժեղ լինելով։ Եթե դու թույլ ես, եթե դու պարտված ես, կամ էլ եթե դու ես պարտված, զգում ես քեզ պարտված, դու իրավունք ունես ժողովրդի անունից խոսալու։ Արցախցիները վստահեցնում են, հետքայլ չեն արել, մարդկային ռեսուրսի խնդիր էլ չունեն։ Իշխանության վերջին առաջարկները մարդկանց ներկայացնելուց հետո կհայտարարեն մեծ հանրահավաքի օրը։ Արթուր Հակոբյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։